Նախքան նյութին անցնելը կխնդրեմ լայքել և բաժանորդագրվել մեր ալիքին։ Չինաստանը ձեռք թե ձեռնոց է նետում ԵՄ-ին Կովկասում։ Չինաստանն ու Ադրբեջանն Իլհամ Ալիևի Պեկին կատարած այցի ընթացքում նախագահների մակարդակով ստորագրել են ռազմավարական համապարփակ գործընկերության մասին հայտարարություն, որը բավականին հանգամանալից ու մանրամասն փաստաթուղթ է, գրեթե 2 տասնյակի հասնող կետային անդրադարձերով։ Այդ փաստաթուղթն ըստ էության այն մասին է, որ Չինաստանն առաջիկայում կարող է զգալիորեն խորացնել իր ներկայությունն Ադրբեջանում, եթե իհարկե հայտարարությունը չմնա թղթի վրա, և Բաքուն դրան չհասնի պարզապես այլ ուղղությամբ՝ բարեհաջող վաճառելու համար։ Հատկապես, որ առաջիկայում սպասվում է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի բարձր հանձնակատար Կայա Կալասի այցը Բաքու։ Պեկինից վերադարձ փաստացի անմիջապես հետո Ալիևը կհանդիպի Կայա Կալասի հետ։ Ի դեպ, հատկանշական է, որ Չինաստանում ստորագրված հայտարարության մեջ հատուկ անդրադարձ կա նաև Չինաստան-Եվրոպա-Չինաստան մուլտիմոդալ բեռնափոխադրումների տրանսպորտային ուղիներին, և այստեղ իհարկե կան մի շարք առանցքային հիմնարար հարցեր, որոնք արժանի են Հայաստանի ուշադրությանը, որոնք կարող են պարունակել թե հնարավորություններ, թե բազմապատկել ռիսկերը։ Մի քանի շաբաթ առաջ Կայա Կալասը Ուզբեկստանում հայտարարել էր, որ ԵՄ-ն պատրաստ է 10 միլիարդ եվրո ներդնել տրանսկասպիական տրանսպորտային միջանցքի համար՝ Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար։ Հատկանշական է, որ ԵՄ պաշտոնյան, իսկ հետո նաև ԵՄ Կենտրոնական Ասիան առաջին գագաթնաժողովում ելույթ ունեցած Եվրահանձնաժողովի նախագահի ֆոն դեր Լայենն օգտագործել էր Կենտրոնական Ասիա-Եվրոպա աշխարհագրությունը՝ չհիշատակելով Չինաստանին։ ԵՄ-ն կփորձի ամրանալ Կովկաս-Կենտրոնական Ասիա պարամետրերով, որպեսզի հետագայում արդեն ավելի ամուր դիրքերից խոսի Չինաստանի հետ, թե Բրյուսելը Չինաստանին կփորձի դիտարկել տրանսկասպիական միջանցքը կառուցելու ուժեղ գործընկեր։ Հայաստանի համար այս տեղյականն այն է, թե Եվրամիությունն ու Չինաստանը տրանսպորտային հաղորդակցության ինչ ռեժիմներ են պատկերացնում։ Մասնավորապես, ֆոն դեր Լայենը, օրինակ, ԵՄԿ գագաթնաժողովի ընթացքում խոսել է անխոչնդոտ սահմանների մասին։ Չինա-ադրբեջանական հայտարարությունում խոսվում է, որ Չինաստանը պատկերացնում է տրանսպորտային լոգիստիկայի մաքսային այնպիսի կարգավորումներ, որոնք կապահովեն արագընթաց կապը Չինաստան-Եվրոպա-Չինաստան։ Մեծ հավանականությամբ Կալասի Բաքու կատարելիք այցի պարզությունը կմտցնի այն հարցում, թե արդյոք Կովկասյան ռեգիոնի ուղղությամբ Բրյուսելն ու Պեկինը կգնան գործակցության, թե դիմակայության ճանապարհով։ Բաքվից հետո Կալասը հավանաբար կայցելի Երևան անմիջապես կամ կարճ ժամանակ անց։ Համենայն դեպս, նրա երևանյան այցը ազդարարել են շաբաթներ առաջ Հայաստան և Ադրբեջան այցելած Գերմանիայի նախագահ Շտայնմայերը։ Բաքվում ապրիլի 25-ին Կալասի անցկացրած քննարկումների տրամաբանությունը շատ բան կնկանխորոշի Երևանում նրա օրակարգի հարցում։